Նրան տապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Էդվարդ Անտինյանին, պարոն Անտինյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է Փաշինյանին իշխանություն տալու մեղադրանքներին եւս մեկ անգամ եւ հայտարարել է. Ձեր համբուրատեշին մեր դռանը մի կապեք, յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է։ Ինչպես գիտեք, այս բանավեճը ծավալվում է Սարգսյանի եւ Քոչարյանի թիմերի միջև եւ հարց է առաջանում, ինչու հենց այս փուլում է այս բանավեճը ծավալվում, ինչ տողատակեր կան այս ամենի տակ, այս հայտարարությունների տակ, ինչ խնդիր են լուծում կողմերը։ Էշի թեման թողենք, որովհետև անասնաբուժական գիտելիքներ չունեմ, կարողանամ հիմնավոր ձևով պարզաբանել, բայց խնդիրը այստեղ ինչն է։ Սերժ Սարգսյանը հիմա ինչ է ուզում ասած լինի։ Բոլորս դա ենք ուզում հասկանալ, պարոն Անտոնյան։ Էրնակ հասկանանք ինքը ինչ է ուզում։ Այսինքն լավ, ինքը այնքան վատ կառավարիչ էր, որ ժողովուրդը գնաց բերեց Նիկոլ Փաշինյանը, ասի ով իրան հեռացնի, պատրաստ եմ նրան ընտրել։ Ոչ մի կազմակերպական, ոչ մի փորձառության խնդիր չի նայե Փաշինյանին ընտրելու համար։ Այդ ալիքի ու ոգևորության վրա բերել է։ Հիմա լավ, դրանից հետո անցել են տարիներ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ասել են բերեք ստեղծենք հայրենիքի փրկության շարժում, ով մեզ չմիանա, Նիկոլա։ Չեն էլ ասում են Նիկոլականա, ով չմիանա, Նիկոլա։ Այսինքն համարյա հավասարեցված վիրավորանքի։ Հա, ասում ենք լավ, երբ որ դուք իրար հետ միացել էիք, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեք, բայց դրանից հետո եկել եք ոչ թե հիմա ասում եք Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը կամ նրա թիմերը վատն են, դուք ասում եք վատն էին 18 թվին, բա որ 18 թվին վատն էին, 21 թվին ժողովրդին, որ ասում եք գանձ ես միանան, ում միանան, երբ որ հիմա իրար եք ուտում։ Այսինքն դա նշանակում է ձեր նույնիսկ իրար քննադատելը այսօրվա գրաֆիկով մի կերպ կարելի էր հասկանալ, այսօր տեսանք մի բան լավ չեն անում, բայց եթե դու ասում ես նրանք էին պայմանավորվել, իսկ ինչ են իրար ուտում, երկուսն էլ այդ հարցում ճիշտ են, երկուսն էլ Նիկոլ Փաշինյանին օգնել են, մի ում վրա են գցում։ Սերժ Սարգսյանը քվեարկել են Նիկոլ Փաշինյանը դառել է վարչապետ, անհրաժեշտ ձայներն ապահովել են։ Մերժի Սերժին շարժման ժամանակ ովքեր հրապարակում թրջկոտում էին, նրանք մտան Ռոբերտ Քոչարյանի ցուցակ, դառան պատգամավոր։ Հաթաթ գիտենք, բայց այդ նույն մարդիկ, ովքեր գնացին կոալիցիա կազմեցին, Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները Նիկոլ Փաշինյանի հետ, հիմա եկել ինչ եք ժողովրդին բացատրում։ Ընտրությունների նախաշեմով է պայմանավորված այս ամենը, պարոն Անտինյանը, 2026-ի սպասվող ընտրություններին են այսպիսով պատրաստում ուժերը։ Իրանք գնացին ընտրությունների 2021 թվականին։ Չհավաքեցին բավարար ձայներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկեն։ Դրանից հետո իրանք միավորվեցին։ Մի քանի ձևաչափերով փրկության միասնական շարժում եւ այլ, որից հետո դա անարդյունավետ եղավ եւ խորհրդարանում եւ փողոցում։ Հիմա որպեսզի իրանք իրանց գոյությունը արդարացնեն, եթե նորից գնան ասեն ժողովուրդ ջան, մեզ ձայն տվեք, գնանք խորհրդարան, որ ոչ մի բան չանենք։ Այդ չի ստացվում։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանն էլ օդ ու ջրի պես պետք է, որ նրան կլնեն, որտեղ Նիկոլ Փաշինյանին պետք է, չէ՞ որ ինքը վերակենդանացնի նախկիններին։ Եվ դրա համար նախկինները ինչ են անում, ասում են, եթե գնանք նույն ձևի, պետք է ասեն, նույն ձևի ինչ արեցիք, որ հիմա ինչ անեք։ Բերեք հիմա ուրիշ ձևաչափեր մտածենք, հասարակության աչքում միասին չերևանք։ Այսինքն թիրախ ընտրենք Փաշինյանին, ամեն մեկս մեր կողմից Փաշինյանին հարվածենք, բայց ավելի կատաղի իրար են հարվածում։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, մարդիկ, որոնք որ այս տարիների ընթացքում միավորման կոչեր էին անում, փրկության կոչեր էին անում, մեր համար նրանք դառել են նույնական։ Մենք չենք էլ տարբերել, որոնա Քոչարյանի թիմից, որը Սերժ Սարգսյանի։ Հիմա որ մեկը մեկին տես կրակոտ քննադատում է, ասում ենք, հա, պարզվում է սա այն թիմից էր, պարզվում է սա այն թիմից էր, այս միասնական, բա որ են մարդիկ գային ձեզ միանային, որ թիմին էիք բաժանելու։ Բա դուք ասում եք միանում ենք, երկիրը փրկենք։ Հիմա ուր եք փրկիչներ։ Իրար մեջ եք ուզում պարզեք, ով է ավելի լավ ընդդիմություն, այսինքն Նիկոլ Փաշինյանը հիմա էլ չի կարողանում, ախր Ռոբերտ Քոչարյանի վրա խաղադրույք կատարի, 21 թվին ոնց գնացին ընտրության, որ եթե չընտրեք Փաշինյանին,
բան Ռոբերտ Քոչյանը գալիս է Ռուսաստանից էլ աջակցություն ունի Պուտինի ընկերն է եւ այլ եւ այլ անգամ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց Ռոբերտ Քոչյանի վերջի հանրահավաքը հրապարակում որ շատ մարդ կա ինչի ես գիտեմ որ նաեւ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց որովհետեւ պետական հիմնարկներ բաժանել էին հատուկ Ռոբերտ Քոչյանի նախընտրական այդ վերնաշապիկները, որով իրանք գնացել էին մասնակցելու եւ ցուցակով նշել էին ովքեր են հանկարծ չբացակայեք։ Այդ ով էր գելի սիրտ կերել գործող վարչապետի դեմ ընտրությունների ժամանակ պետական հիմնարկի աշխատողներին տաներ։ Տարան ամբողջը լցրեցին, որ ժողովուրդն ասի աման հետա գալի։ Գնանք Փաշինյանին ընտրենք։ Հիմա այդ ամեն ինչը վաղուց բացահայտված է, այսինքն այդ էլ հիմա փորձեցին Գյումրու ընտրություններն էլ ասեն ժողովուրդ ջան, բասմիկ նախկինները վերադառնալու շանս չունեն։ Տեսակ ինչ եղավ։ Այսինքն հիմա իրանք նույն ձևով ոնց որ Գյումրիում ունեցել համապետական ընտրությունները նույն ձևի ալնելու, եթե մեզ ձայն չտակ իրանք են գալու։ Որովհետև գործնականում այնպես ստացվեց, որ իշխանությունը անգամ չկարողացավ իշխանության համար հաճո ընդդիմություն գտնի, որ գոնե նրանք կարողանան այնքան ձայն հավաքեն, որ այդ ձայներով միանան կոալիցիա կազմեն։ Այսինքն այն ինչ որ արեցին Երևան քաղաքում։ Հանուն հայրենիքի բացատրեցին, որ պեսի նախկինները չգան, պետքա միավորվենք։ Բայց ուրիշ խնդիր կա։ Նույնիսկ եթե իրանք կարողանային դա ստեղծել, նա դեռ կարողանա 5%-ը հաղթահարի, որտեղ եթե 5%-ը չի հաղթահարում, ձայները փոշի անում է, համամասնորեն բոլորի վրա բաժանվեց, էլ իրանք 50%-ից ավել չստացան։ Այսինքն մնացած բոլորը միավորվեցին ընդդեմ իշխանության։ Այսինքն հիմա իրանք եզրակացություն են անելու, որ այդքան աջակցելը Ռոբերտ Քոչյանն ու Սերժ Սարգսյանին, որովհետև տեսեք 1000 դրամ մեկը մեկին տա, որ ասի տրանսպորտով արի հանրահավաք, ձայնագրում են, ձայնագրությունը տարածում են, էտով է ձայնագրում, էտով է մեր հեռախոսները լսում, որ ցանկացած պահի ով հետ խոսում է դուք տեղյակ եք, հերիք չի տեղյակ եք, մի հատ էլ գցում եք եթեր, տեսեք պայմանավորվել են, որ կաշառք են տալի գան հանրահավաք, հանրահավաքի կաշառքը որն է մարդուն ասում են կգաս մի կտոր հացել կուտես տեղ, մարդ ես գալիս ես հասնում ես հեռու տեղից ես գալի, բայց հանրահավաքի 1000 դրամ ֆիքսող իշխանությունը չի ֆիքսում, որ ամեն ամիս 100,000-ավոր դոլարներ Ռոբերտ Քոչյանն ու Սերժ Սարգսյանը իրանց ակտիվիստներով բաժանում են, իրանց մեդիաները պահում են, մեդիայում եք աշխատում, գիտեք դա ինչ ծախսա, YouTube-յան ալիք եմ աշխատացնում, ես գիտեմ, մի հատ ամենակոմպակտ, ամենահամեստ ալիքը ինչ խնդիրների հետ ենք բախվում։ Այդ ինչ են կա, այդքանը որտեղից է իրանց։ Կամ այդ ակտիվիստները 7 տարի չեն աշխատում։ Այս sense ակտիվ իրանց որ կոտորում են, ամեն ինչի տեր են, ամեն ինչ ունեն։ Այդ Նիկոլ Փաշինյանը հետ չֆիքսեց, թե ինչ է կատարվում, այդ ինչ փողերով են այդ ամեն ինչը կարողանում անել։ Հասկայական զորք են, չէ՞ պահում։ Դե ոնց ֆիքսեն, ախր չէ որ այդ ամեն ինչը դա հիմա էլ ինչ են ասում դրդապատճառը։ Ֆիքսել ենք ձեր գույքը, կամած բռնագանձելու ենք։ Եթե դուք ուզում եք գաք իշխանության, որպեսզի ձեր գույքը փրկեք, դե պայքարեք, որ գաք ձեր գույքը փրկեք։ Այսինքն ստիմուլ է տալիս Ռոբերտ Քոչյանն ու Սերժ Սարգսյանին, որպեսզի ձեր թալանածը փրկեք, կատաղի պայքարեք իմ դեմ։ Ինքն էլ ասի, որպեսզի այլընտրանք չառաջանա։ Ոնց 21 թվին նենց արին չառաջացավ, նենց էլ Գյումրու օրինակով ցույց տվեցին, որ իրանք այդ գծից դեռ չեն շեղվել։ Դեռ այդ ուղղությամբ է։ Պարոն Անտինյան, Սերժ Սարգսյանը վերահաստատել է հանրապետական կուսակցության դիրքորոշումը առայն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, որքան էլ այս իշխանությունը փորձում է այդ էջը փակել, այդ խնդիրը լուծված համարել։ Հիմա այս օրերին մենք տեսնում ենք արցախցիների բողոքի ակցիաները տարբեր գերատեսչությունների առջև, նրանք արդարադատության նախարարությանը ներկայացրեցին պահանջագիր եւ այդ պահանջագրի կետերից է ոչ միայն գերիների վերադարձը, այլև իրենց դարձա Արցախ։ Հիմա սկզբում սոցիալական խնդիրներով էր պայմանավորված այդ ակցիաները, արցախցիների դժգոհությունը։ Հիմա քաղաքական այս հայտարարությունները որ հնչում են, դուք ինչ դիտարկումներ կանեք այս ակցիաների հետ կապված տեսնել ուրիշ ականջներ։ Կարծիքներ են հնչում, որ նրանք ուղղորդվում են Կրեմլի կողմից։ Կրեմլին հարող այստեղի ուժերի կողմից եւ այս իրավիճակը որքանով է վտանգավոր կամ որքանով է հակասում Հայաստանի Հանրապետության շահերին։ Նախ որ Ղարաբաղի հարցը
փակված չի, դա մենակ Սերժ Սարգսյանը չպետք է ասի, որ իմանանք, վերադարձի հարցն էլ փակված չի, իրավունքի եւ անվտանգության հարցն էլ։ Միջազգային շատ կառույցներ դրան անդրադառնում են, այնպես որ համարում են փակված չի։ Բայց ես առիթ ա եղել, որ բացատրել եմ նաև մեր արցախցիներին, որ եթե դուք ինչ-որ բան ակնկալում եք Արցախի հետ կապված, մոռացեք, որ այդ հարցը կարող է լուծել Նիկոլ Փաշինյանը կամ նրան համակիր որևէ ուժ, որտեղ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցը փակել է։ Եվ մոռացեք, որ որևէ ռուսամետ ուժ կարող է Արցախի հարցը լուծել, որովհետև նրանք պետք է դիմեն Մոսկվային, Մոսկվան Արցախի հարցը փակել է։ Մոսկվայի զորքը գտնվում էր Արցախում, նրանք պայմանավորված ասին, Պուտինը կանգնեց, ասեց Արցախը Ադրբեջանի կազմում է, բացի դրանից ոչ միայն մենք չենք մասնակցել դրան, այլ դուք պատկերացնում եք, որ արցախցին գտնվելով Արցախում, ռուսական զորքը կազմակերպեց, ոչ թե մենակ թույլ տվեց, որ իրանք դուրս գան։ Հիմա Ռուսաստանը դուրս է գալու Ադրբեջանի դեմ, ճնշի, որ արցախցիները հետ գնան, այդքան միամիտ եք։ Կամ այսօր Ռուսաստանը այդ կշիռը ունի Ադրբեջանի դեմ դուրս գա, Ադրբեջանի թիկունքին կանգնած Թուրքիան, աշխարհաքաղաքական է իրավիճակում, ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որ ամեն մեկը 10 տարի ուներ այդ հարցը լուծելու, որ չլուծեց, եւ ամեն ինչ արեց, որ հարցը ձգվի, Ադրբեջանը ուժեղանա, որ կարողանա պատերազմով վերցնի։ Ոչ միայն իրանք դրա համար են մեղավոր, բոլոր ռուսամետները չեն կարող լուծել, որովհետև իրանք մտածում են կգնանք կդիմենք Պուտինին։ Պուտինը արդեն իր հարցը լուծել է Ադրբեջանի հետ, Արցախի հետ կապված։ Ոնց եք պատկերացնում, արդեն դատարկված Արցախը Հայաստանից մարդկանց հետատանելու ճնշում է գործադրելու Ադրբեջանի վրա։ Եթե արցախցին նույնիսկ իր հայրենիքը կորցնելուց հետո մինչև այսօր հավատում է Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանին, որ նրանք են իր փրկիչը, իրանք ուրեմն դա չի հետաքրքրում։ Դրա համար դա շատ տարօրինակ, որովհետև եթե իրանք նաև խոսում են վերադարձի մասին, որ դեպքում դա կարող է լինել։ Եթե արևմտամետ քաղաքականություն տարվի, մենք արևմուտքի հետ աշխատելու պարագայում, քանի որ արևմուտքը հիմա խնդիր է դնում ագրեսորին պատժելու, ինչքան ուզում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը փորձի Պուտինի շահերը նաև սպասարկելու քայլեր անել, ուշ թե շուտ հասկանում են, որ հավաքական Եվրոպան ավելի է կազմակերպվում, նաև անվտանգության խնդիր է դնում Եվրամիությունն իր համար։ Աշխարհագրությունն է մեծացնում Եվրոպայից, Ավստրալիայից մինչև Կանադա ներգրավում է դրա մեջ, որպեսզի կարողանան ագրեսորին պատժեն, եւ այդ պարագայում, եթե մենք գոնե մի շանս ունենանք, թեկուզ տեսական, դա նա է, որ մենք այդ ձևաչափի հետ նորմալ աշխատենք, առավել եւս որ եվրոպական կառույցներն են պարբերաբար ասում, ոչ միայն տարբեր երկրներ, այլև տարբեր կառույցներ, որ Արցախի հարցը փակված չի, տեղի ունեցել էթնիկ զտում, պետք է ապահովել իրավունքը, անվտանգությունը, մարդիկ վերադառնան իրենց բնորան։ Սա միակ շանսն է, որ կարող է մենք դա ունենանք, բայց եթե մենք տեսնում ենք, որ արցախցին կտրականապես դեմ է նախկին իշխանությունների արածին գնահատական տալ, կտրականապես դեմ է Արցախը դատարկած Ռուսաստանի նկատմամբ կարծիք հայտնել, ես սոցիալական խնդրից անմիջապես անցնում է քաղաքական խնդիր ու քաղաքացիություն չի ցանկանում ստանա, ուրեմն սրատակ ուրիշ հարց կա։ Այսինքն եթե դու համարում ես, որ դու Հայաստանի քաղաքացի էիր, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ընդամենը 23 թվականին որոշեցին, որ ասեն գիտեք ինչ, ձերը ընդամենը ճամփորդական փաստաթուղթ է, ոչ թե Հայաստանի քաղաքացիության անձնագիր, որը աբսուրդ է, դրա մասին չի խոսքը։ Բայց համարենք դուք գիտեիք, որ Հայաստանի քաղաքացի էիք։ Հիմա իմացաք, որ Հայաստանի քաղաքացի չեք։ Դա նշանակում է ոչ մի երկրի քաղաքացի չեք։ Բայց ինչի չեք ուզում Հայաստանի քաղաքացի դառնալ։ Ինչով է դա ձեզ զրկում պահանջատիրությունից, որ դուք ծնվել եք Արցախում եւ ուզում եք ապրեք ձեր բնորանում։ Դա որևէ ձևով խանգարում է։ Չի խանգարում։ Չէ, իհարկե չի։ Բայց դուք եթե գիտեիք, որ դուք Հայաստանի քաղաքացի եք, Արցախում եք ապրում։ Համանենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ դուք Հայաստանի քաղաքացի չեք։ Ոնց եք պահանջատեր լինելու վերադարձի Հայաստանի անձնագրով, բայց հիմա դուք եթե ոչ քաղաքացու կարգավիճակը ավելի եք կարևորում ու քաղաքականացնում, այդտեղ երկու հարց է առաջանում։ Քանի որ խորհրդային միության կազմում եք ծնվել տարածքում, Ռուսաստանը պարզեցված կարգով քաղաքացիություն է տալիս, գերադասում եք նա այլ ոչ թե Հայաստանը քաղաքացիությունը, եւ երկրորդ
քաղաքական առումով այդ հայտարարությունները արվում են նրա համար, որ որևէ տեղ փախստականի կարգավիճակ ստանան։ Որ ասեն Հայաստանի իշխանությունների դեմ քաղաքական պայքարում ենք, մեզ հալածում են։ Իրանք մի հալածյալի կարգավիճակով կարող, որովհետև խնդիրը որն է, եվրոպական երկրները հանգիստ կարող են ասել հարգելիս, Հայաստանը քեզ տուն է տվել, տեղ է տվել, ամեն ինչ արել է, մենք կողքից փող ենք տալի։ Այսինքն Հայաստանը քեզ դուրս է անում, ասում է չէ։ Ասում է արի ապրի Հայաստանցու պես ապրի։ Քեզ ինչով է ճնշում։ Լասմա Հայաստանցու պես ապրի, եթե հայաստանցի կարիքավոր կա, նրա փողն էլ կտրում եմ, սոցիալը քեզ եմ տալիս։ Ու այդ պարագայում, եթե դու չես ուզում Հայաստանի քաղաքացի դառնաս, ուզում ես դառնաս ենթադրենք Չեխիայի կամ Սլովակիայի կամ չգիտեմ Հունգարիայի, հարց է ծագում, ով է քեզ նեղացնում։ Եթե պիտի քաղաքական պայքար լինի, չէ՞ որ իրանք համարեն, որ իրանց քաղաքականապես ճնշում են, որպեսզի դա մոտենա փախստականի կարգավիճակ, հալածյալի կարգավիճակին մոտենա։ Իսկ դա ուղղորդվում է, ակնհայտորեն ուղղորդվում։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Պարոն Անտինյան, ինչ է կարծում սահմանադրական փոփոխության հարցը ինչպես է լուծվելու։ Մեր սահմանադրության փոփոխության հարցն ինչպես է լուծվելու։ Դիվանագիտական այդ ֆորումի շրջանակներում Բաքուն պնդեց իր պահանջը, որ պետք է փոխվի, որպեսզի խաղաղություն հաստատվի։ Մենք գիտենք նաև այդ թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի ներկայացուցչի հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ կկատարի համապատասխան փոփոխությունները եւ արդարադատության փոխնախարարը ասաց, որ մինչեւ 2026 թվականը ժամանակ ունեն, շատ սեղմ ժամկետ է, բայց պետք է տեքստը պատրաստ լինի։ Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանը կգնա փոփոխության ճանապարհով, այսինքն Բաքվի պահանջով փոփոխության ճանապարհով, եթե այո, ապա հանրային աջակցություն կստանա, կհաջողվի իշխանության իսկապես համոզել հանրությանը այս հարցում եւ ստանալ դրական պատասխան։ Նախ հարցը նա որ սահմանադրության փոփոխության հետ կապված Նիկոլ Փաշինյանը սկսել է շանտաժից։ Սկսեց ասել, եթե դուք չփոխեք նախաբանը, Ադրբեջանը օրինակն էլ բերեց ճանապարհով գնում են, երկու կողմի ցլեր են, ինքն է կարմիր զգեստով էր։ Որ ցլերը կարող է հարձակվեն ու չգիտենք թե որ հարձակվեն իր հետ ինչ կկատարվի։ Բայց տեսա որ ժողովուրդը դրանց բորբոքվեց, վիրավորվեց, թե ինչ ես ասում, Ադրբեջանի պահանջով փոխում ենք, հետո ասին չէ, Ադրբեջանի պահանջով չենք փոխում, մենք ենք ցանկացել դեռ ամենասկզբից։ Բայց հետո տեսան, որ դա էլ հիմնավոր չի, կարող է սկզբանե դու ցանկացել ես սահմանադրությունը փոխել, բայց դա չի նշանակը, որ հենց այս ձևով ես ցանկացել փոխել։ Քան որ էլ հասկացան ժողովուրդը չխաբվեց, արդեն ասեցին, որ պետք է սահմանադրությունը տարածաշրջանային զարգացումները հաշվի առնի։ Գիտաֆանտաստիկ աբսուրդ։ Տարածաշրջանային զարգացումները կարող է տարին մեկ փոխվի։ Դու նշանակում է տարին մեկ կամ ամիսը մեկ։ Հիմա Դոնալդ Տրամպը կարող է ասի պատերազմը օգուտ Ռուսաստանի ենք որոշում կամ ի վնաս Ռուսաստանի։ Թուրքիային աջակցի տարածաշրջանում կամ Թուրքիային ճնշի։ Իրանին աջակցի կամ Իրանին ճնշի։ Մեր սահմանադրությունը sense պատրաստ պետք է մի 50 օրինակ գրածել ենք։ Տրամպը ասեց Իրան, մենք այս սահմանադրությունը դնում ենք հանրակրվեի։ Տրամպը ասեց չէ, Իրանին չենք խփում, այս սահմանադրությունը։ Դա նշանակում է բացարձակ զրո գիտելիք, զրո փորձառություն, սահմանադրություն որպես հիմնական օրենք նրա
անհրաժեշտության նրա կարևորության մասին։ Դրա համար դա դնենք մի կողմ։ Հիմա ինքը ինչ է ասում։ Մինչև 2026 թվականի ընտրություն մենք սահմանադրության օրինակը կներկայացնենք, բայց դա կանենք ընտրությունից հետո 27 թվականին։ Ադրբեջանն էլ ասում է, քանի սահմանադրությունը չես փոխել, ուրեմն նշանակում է մենք խաղաղության պայմանագիր չենք ստորագրում։ Քանի խաղաղության պայմանագիր ստորագրված չի, էսկալացիա լինելու է։ Պատերազմի վտանգը վերացված չի, եւ դա ասում է Ադրբեջանի նախագահը։ Պարզ ասում է իմացի 2 տարի դեռ իմացի, որ այս խնդրը դուք ունեք։ Մենք կարող է ցանկացած պահի պատերազմ սկսենք ու դրա համար էլ իրանք դնում են այդ բոլոր պրովոկացիաները անում են, այդ բոլոր սադրանքները։ Հայաստանը կրակել է, հետո իրանք օդ են կրակում, հետո ասում են այսպես կլինի, հետո կայանում է պաշտպանության փոխնախարարն ասում է, գիտեք ինչ, օդ են կրակում, անսիստեմ ձևով կրակում են, ինչ եք խառնվել իրար, ոչ մի անհանգստանալու բան չկա։ Այսինքն սահմանի վրա ապրող քաղաքացին տեսնում է, որ դու կրակում ես, բացի այդ նաև այնպիսի փամփուշտով են կրակում, որ նույնիսկ լույսն է տեսնում, սենց ինքը նայում է։ Վնասվում է խնածախի մշակույթի կան շենք։ Չէ, բայց այդ վնասվելուց հետո է հայտարարել ազգային ժողովը։ Դա ժամկետները նայեք։ Վնասված օրվա հայտարարությունը, պաշտպանության նախարարության հայտարարությունից հետո ինքը ազգային ժողովում ասում է օդ են կրակել։ Ես դրա համար ստիպված եղա նաև ասեցի, որ ես ուզում եմ այն բոլոր պաշտոնյաները, որոնք որ ասում են, չեմ հասկանում, մարդիկ ինչի են անհանգստանում, որ ընդամենը 10 մետր են կողմ օդ են կրակում, առաջարկում եմ ուղղակի գնալ իրանց Երևանյան տանդեմը պարզապես օդ կրակել։ Իրանք հաջորդ օրը գործի կգնան, մի հատ պամպերս վրից հակած, մի հատ էլ տակից։ Բայց այնքան հեշտ են ասում, այ մարդեր գյուղացիներ ինչի են անհանգստանում։ Սա դա նշանակում է, որ դուք խաղաղության գնալու լուծումը չունեք։ Ես սահմանադրությունը փոխելու հետ կապված Ադրբեջանը մեզ տալիս է նաև բանալի բառեր, որից մենք կարող ենք կառչել, բայց մեր իշխանությունները չեն կառչում։ Ադրբեջանն ասում է, քո սահմանադրության նախաբանում կա Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասը, չէ որ դա բխում է մեր անկախության հռչակագիրը 89 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշմանը, չէ։ Այսինքն ասում է քո սահմանադրության նախաբանում կա պահանջատիրություն, որը գործում է, քանի չես փոխել։ Յա, փաստորեն մենք մինչև այսօր օրինական ձևով կարող էինք պաշտպանել Արցախի անվտանգությունը։ Բայց դու չես ստանամ Արցախի ղեկավարներին դատում, որովհետև ասում ես, որ իրանք ապօրինի կառույց են ստեղծել Ադրբեջանի տարածքում եւ ես վերականգնել եմ սահմանադրական կարգը իմ տարածքում։ Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանն ասում Արցախը 91 թվականից է հանձնել, որը գիտաֆանտաստիկ անգրագիտություն, եթե իհարկե մենակ անգրագիտություն չասեմ, որովհետև կարող է պայմանավորվածություն է, չեմ կարող հաստատեմ, որ դա պայմանավորվածություն է, թե չէ դատի կտանք ասեն դա ապացուցի, որ ինչ ենք պայմանավորվել Ալիևի հետ, բայց 91 թվականին հաստատ այն մարդը, որը 92 թվականին զենքը ձեռին գնացել Արցախի համար կռվել, նա երկրում իմացել է այն օրենսդրությունը, որով Հայաստանը հանձնառու է Արցախի համար։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է 91 թվականին Արցախը հանձնած է, դա նշանակում է մենք օկուպանտ ենք, որ մտել ենք Ադրբեջանի տարածք կռվելու։ Ադրբեջանը մեզ ասում է, չէ, այնգեր Մինչև այսօր քո սահմանադրությունը ուժի մեջ է, որ դու օրինական ձևով պաշտպանել ես Արցախին։ Բայց եթե օրինական ձևով պաշտպանել ես, Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում է, մենք ենք մտել Ադրբեջանի տարածք։ Հիմա դրա համար Ալիևին բաղով պետք է ասի, մի հատ կողմնորոշվի։ Եթե Արցախ գոյություն չի ունեցել, դրա համար այդ մարդկանց դատում ես ապօրինի եւ աշխարհին էլ ասում ես չեմ հասկանում, ես էքստրեմիստներին ինչի եք պաշտպանում։ Այսինքն ամեն դեպքում փոփոխությունը շատ դժվար կլինի անցկացնել, եթե ասենք, որ չի անցկացվելու։ Չէ, նախ 2026 թվականի ընտրությունների հետ կապված դեռ Նիկոլ Փաշինյանը շատ պետք է չարչարվի, որ կարողանա նախ 2026 թվականի ընտրությունները կարողանա հաղթել։ Հետո 700,000 ձայն հավաքի, որպեսզի սահմանադրություն փոխի։ Լավագույն դեպքում պետք է ասի, եթե ժողովուրդը այս սահմանադրությունը ծանոթ է ու ինձ ընտրել է, արդեն ինձ մանդատ է տվել խաղաղության գնալու։
Այսինքն ընդամենը դա առիթ է, որ ասի ժողովուրդ, բայց եթե դեմ եք այս սահմանադրությանը, ինձ չընտրեիք։ Եթե ինձ ընտրել եք, ավտոմատ կերպով այս սահմանադրությունը ընդունել եք, նույնիսկ եթե հանրակրվեով չանցնի։ Ամփոփենք պարոն Անտինյան, աշխարհաքաղաքական զարգացումներով հպանցիկ անդրադարձակ Թրամփի քաղաքականությանը թե Ուկրաինայի, թե Իրանի ուղղությամբ հիմա անորոշություն է, ինչպես կբնութագրեք նրա քաղաքականությունը եւ արդյոք Բաքուն կունենա այդ հնարավորությունը օգտվելու այդ իրավիճակից եւ իսկապես էսկալացիայի դիմելու։ Այն որ այդ անորոշությունից ցանկություն կունենա Ադրբեջանն էլ օգտվի, Թուրքիան էլ, Ռուսաստանն էլ անկասկած։ Այն որ հիմա դեռ պատերազմ չի սկսում Ադրբեջանը, զուտ մենակ նրա համար, որ ինքը բավարար չափով հիմքեր է ստեղծում, բայց բավարար չի համարում այդ քայլը անելու, որովհետև դա կարող է ստեղծի մի հատ իրավիճակ, որ անկայունությունը Իրանից սկսվի, կարող է Իրան դա թույլ չտա։ Այսինքն բարենպաստ պայմանի է սպասում։ Իսկ մենք ինչին ենք սպասում։ Ոչ մի պարագայում մեր շահերից չի բխում, որ Ամերիկան Իրանին հարվածի։ Այդ անկայունությունը, որ մեր համար տեղի կունենա, մենք բազմաթիվ անկայունության խնդիրներ կունենանք։ Իսկ ինչա, մենք բոլոր ստորգետնյա լաբորատորիաների ու գործարանների տեղերը գիտենք, գոնե այն մեկը, որը որ գիտենք մեր սահմանին ինչքան է մոտ, վտանգավոր հեռավորության վրա է։ Խորքային ռումբով որ խփեցին, մենք շատ գիտենք, սեյսմիկ ակտիվ գոտում ենք, երկրաշարժ կլինի մեր մոտ, թե չէ։ Մենք շատ գիտենք ստորգետնյա ջրերը տակով կգա Հայաստանում դուրս կգա, թե չէ։ Մենք շատ գիտենք, թե այդ հարվածից հետո ինչ կարող է լինել վերգետնյա պայթյուն, որի հետ կապված քամին ինչ կբերի մեր ուղղությամբ։ Դրան գումարած ցանկացած խորքային հարված, պատերազմական իրավիճակ, հարևանը լցվում է հարևանի տուն։ Այդ որ երկրում չի տենց եղե։ Ցանկացած պատերազմող երկիր վերցրեք, կռիվը սկսվել է, մարդիկ երախուն գրկել են, մտել են հարևան երկիր։ Տարիներով անգամ մնացել են։ Մինչև հիմա շենքեր կա, որ մնացել է, որ Սիրիայից մտել են Հորդանան, տենց ավերակ տենց մնացած է, տարիներով մարդիկ ապրել են։ Այսինքն ինչի համար եմ ասում, իսկ բայց չէ որ մեզ հարևան են էթնիկ ադրբեջանցիները։ Թուրքիան ու Ադրբեջանը կարող է փողերը տան, ասեն երախուն գրկեք մտեք Հայաստան։ Գնացեք ընդեղ էլ ապրեք, մինչև ստեղ խաղաղվի։ Այսինքն դա նշանակում է ոչ մի պարագայում մեր շահից չի բխում Իրանը մեր հարևանն է, մենք իր այդ խնդրեմ չունենք, բայց կարանք խնդրեմ ունենանք, եթե ինքը խնդրեմ ունենա։ Այնտեղ խնդիր չկա, բայց եթե այդ խնդիրը առաջացավ, բայց ուրիշ հարց կա, Իսրայելին ձեռք չի տալիս խաղաղությունը Իրանի եւ Ամերիկայի։ Որտեղ Իրանը Ամերիկան մի դեպքում Իրանի հետ համաձայնության կգա, եթե Իրանը վերացնի իր միջուկային լաբորատորիաները։ Նույնիսկ այս վիճակով թույլ չտա որ ոչ թե թույլ չտա հարստացնի, անգամ այս չափի չպահի։ Իսրայելը մտածում է, ասում մի րոպե, եթե դու հիմա սառեցրեցիր, չի հարստացնում, ռումբ չի ստեղծում, բայց սառեցրեցիր տեսչական ստուգումներով ապացուցեցիր, որ չի աշխատում, չի հարստացնում, Տրամպը փոխվեց, եկավ մեկ ուրիշը, ինքը դրեց հարստացրեց։ Ում առաջինը հարվածելու Իսրայելին, որտեղ Իսրայելը հիմա ոգևորված ասում է, ես պատրաստ եմ Գազան դատարկել, որը արաբներին էլ դուրս չի գալի, Իրանին էլ դուրս չի գալի, անգամ եվրոպական երկրին, Ամերիկայի խաթեր։ Ես պատրաստ եմ հարվածներ հասցնել Իրանին։ Հիմա Իսրայելը լավ է հասկանում, եթե Տրամպը հետ քաշվեց, որտեղ ինքը շատ ոգևորված է Տրամպի աջակցությունով, եթե Տրամպը հետ քաշվեց կամ Տրամպը չի, ինքը արդեն խնդիր է ունենալու Իրանի հետ։ Դրա համար Իրան ձեռնտու չի ոչ ոքի պայմանավորվելը Տրամպի եւ Իրանի միջև, բայց Տրամպն էլ խնդիր ունի, որ ինքը ամբողջ աշխարհի հետ այնքան կոնֆլիկտ է ստեղծել, հիմա դժվարությամբ է ինքը պատերազմ սկսելու Իրանի հետ։ Սա խնդիրը առաջացնում։ Իսկ այդ պարագայում, եթե Իրանը խնդրեմ ունեցավ, մենք նայում ենք ոնց է Ադրբեջանն աշխատում Իսրայելի հետ ու Ամերիկայի հետ, ոնց է իր տարածքը պատրաստական հոժարական ասում տրամադրեմ, անգամ Իրանից հայտարարեցին, ասին այն զենքը, որ Իսրայելն ուղարկում է Ադրբեջան, չկարծեք մենակ ձեր դեմ է, նաև մեր դեմ է, այսինքն իրանք էլ են դա ֆիքս է։ Սա նշանակում է այդ անկայունության պարագայում, երբ որ Տրամպը ժեստեր է անում Էրդողանին, իմ լավ ընկերն է, գործընկերն է, տեսակ Սիրիան մի քանի օրում ոնց դատարկեց 2000 տարի չէին կարող, ինչից էր այդքան ոգևորված, չգիտեմ, թե որ կարողացել էր Սիրիան նվեր են տվել Թուրքիային եւ շատ գոհ են դրանից։ Այսինքն Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում մեծանում է։ Թուրքիան իր ծառայությունն առաջարկում է Եվրոպային, Ամերիկային, Ռուսաստանին, 3 ուղղությամբ էլ աշխատում է։ Քանի որ մեր մոտ ոչ մի ուղղությամբ չեն աշխատում։ Ասում են լավ, լա սպասենք տենանք ինչ ալում, ով կհաղթի կգնա կանգնենք ոտերը, բայց չեն մտածում, որ մինչև հաղթելը դեռ դու խնդիր ունես։
Մինչև հաղթել է նրանք բաներ են պայում։ Իսկ մենք մինչև այսօր գիտենք հարավային Կովկասի հետ կապված ինչ ծրագիր ունի Տրամպը։ Անկախ նայած դա կիրականանա թե չէ, բայց ինչ ծրագիր ունի։ Այն որ ինքը մի հատ նամակ էր գրել Ադրբեջանի գոհունակություն էր հայտնել խաղաղության հետ կապված, ստեղ մարդիկ ողջևորվել էին, տեսակ լրացրել է Ադրբեջանին, ծպտունը դուրս չի գալի։ Այդ նույն Ադրբեջանը այդ նամակից հետո Անտալիայում քանի հայտարարություն ավելի կատեգորիկ կոշտացված ասեց, որ չեն գնալու դրան։ Բացի դրանից նույն Արարատ Միրզոյանն ասեց, եթե կոմունիկացիաները բացելուն մինչև այդ գոնե արձագանքում էին, հիմա շատ սառը վերաբերմունք ունեն, ընդհանրապես չեն արձագանքում։ Այն դեպքում, երբ որ մենք առաջարկել ենք անխոչնդոտ ճանապարհ, նրանք սկի դա չեն ուզում, բա հարց է ծագում, բա ինչ են ուզում, եթե անխոչնդոտ ճանապարհ չեն ուզում։ Այսինքն չեն ուզում Ադրբեջանի մայր տարածքը Նախճեվանի հետ կապվի անխոչնդոտ Հայաստանի տարածքով, բայց այդ դեպքում ինչ են ուզում։ Տարածքը վերցնել են ուզում, ինչ են ուզում, պաշտի, եթե համաձայնության չեն գալի։ Այդ ինչ մի բարդ բան է հասկանալու համար։